Մենք, հայերս, պետք է կարողանանք երջանիկ լինել մեր մեծ մարդկանցով, պետք է կարողանանք չափվել նրանցով, առավել ևս նրանց դարձնել մեզ համար չափանիշ, երջանիկ սերունդ ենք, որ ապրեցինք մհերի հետ, աշխատեցինք միասին, այդ սերունդը լավն էր, իսկ ինքը իհարկե ամենալավն էր, ասել է Սոս Սարգսյանը։ Գտել եմ, որ նավթը նույնիսկ օգտակար է, եթե հոտը հանենք։ Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին Գյումրիում, հայրը Մուշեղը Մուշից էր, իսկ մայրը Սանամը Վանից։ Մհերը շատ դժվարին և տխուր մանկություն է ունեցել, նա չհասցրեց մանկություն ունենալ, խաղալիք ունենալ և պարզապես երեխա լինել։ Տարիներ անց Մհերը հիշում է, որ իր մանկության երազանքը հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցավ։ Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու այն ներկայանում է ինձ հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով։ Գուցե նրանից է, որ մանկության տարիներին միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա։ Ժամերով կանգնում էի խանութի ցուցափեղկի առաջ և երազում։ Մայրս իր 4 փոքրիկներին հազիվ էր կերակրում, էլ ուր մնաց, թե ինձ հեծանիվ գնեին։ Գնում գալիս է իր մայայի մոտ։ Հա, հետո ինչ։ Չէ, ոչինչ։ Երեխան մերն է, չէ։ Դեռևս փոքր հասակում սկսում է աշխատել Լենինականի տեքստիլ կոմբինատում։ Պատերազմի տարիներին Մհերը կինոմեխանիկի աշակերտ էր և նա օր ու գիշեր փակվում էր կոմբինատի կինոխցիկում։ Հենց նրա կինոմեխանիկն էլ մի օր նրա ձեռքը բռնեց և տարավ ինքնագործ խմբի բեմ, որտեղ նա առաջին անգամ ծիծաղեցրեց հանդիսատեսին։ Այդտեղից սկսվեց նրա թատերական կյանքը։ Տարիներ անց, երբ արդեն հայտնի դերասան էր, գործուղում ինձ վերադառնալիս Մհերը որդու համար ամեն անգամ տարբեր մեծ ու փոքր հեծանիվներ էր բերում, և երբ որդին շատ արագ հոգնում էր հեծանիվից և բակ վազում, նա մնում էր լքված, նա և իր հեծանիվները։ 1951-ից 1956 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 1956 թվականին տեղափոխվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն։ 1959 թվականին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու 0199 կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց զյուտեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանա։ Միտքս ուրիշ բան է։ Մի ես մեր բրիգադիր Սիսագի ամանաթը տիրոջը տամ, լյարդցել ռենտգենից անցկացնեմ, տեսնեմ, ես ինչ ցավա կպել, որ ինձ այսպես տանջում։ Обойдутся без нас. Теперь уже точно не обойдутся. Всем деда хватит. Слышишь, не сдаются. 1978 թվականին Մկրտչյանն արժանացավ ԽՍՀՄ, իսկ 1979 թվականին ՀԽՍՀ պետական մրցանակների։ Մհեր Մկրտչյանի անձնական կյանքը, ի տարբերություն էկրանի, ավելի շատ ոչ թե կատակերգություն, այլ ողբերգություն է հիշեցնում, իզուր չէ, որ նրան երբեմն անվանում են ուրախ տխուր մարդ։ Երկու երեխա ունենալուց հետո դերասանի երկրորդ կնոջը Դոնարա Մկրտչյանին 41 տարեկան հասակում սարսափելի ախտորոշում են տվել շիզոֆրենիա, մնացած ողջ կյանքը մոտ 30 տարի նա անցկացրել է հոգեբուժարանում։ Հոգեկան հիվանդությունը ժառանգաբար անցել է նաև նրա որդուն Վահագին, ով մանկությունից ներփակ էր։
Հայրը փորձել է փրկել որդուն, նրան անգամ Ֆրանսիա է տարել, սակայն օտարերկրացի բժիշկները միայն հաստատել են ախտորոշումը, այլևս պայքարելու ուժ չունենալով Մկրտչյանը դադարել է տանից դուրս գալ։ Նրա անշունչ մարմինը հարևանները գտել են տանը, Վահագը ապրել է ևս 9 տարի և մահացել հոգեբուժարանում, դերասանի դուստրը Նունեն մահացել է 1998 թվականին ավտովթարից։ Ես ուզում եմ մարդկանց ժպտալով լուրջ բաներ ասել է Մհեր Մկրտչյանը։ Можете А приезжать. Фатима штопает носки, 3 жены, красота, что не говори, но с другой стороны, теща тоже 3. Неплохо очень иметь 3 жены, но очень плохо с другой стороны. Մկրտչյանն ունեցել է 2 անուն, առաջինը Մհեր, այդպես նրան դիմել էին տանը, երկրորդը Ֆրունզ, նրան անվանում էին այդպես ի պատիվ հայտնի քաղաքական պատերազմի հերոս Միխայել Ֆրունզեի։ Մի անձնագրում դերասանը ստորագրել է որպես Ֆրունզ Մկրտչյան, մեկ ուրիշում որպես Մհեր Մկրտչյան։ Վախճանվել է 1993 թվականին դեկտեմբերի 29-ին Երևանում։ 2001 թվականին հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։ Որտե՞ղ Գրիգոր աղա, բան մը չէ։ Դու մեզ մի խոսիր, բան չէ։ Դու բան չես։ Բոլետ կտեսնանք։ Կերտաս քիշերները չես քնանար, արդուները չես արտլնար, քեզ կսեք մամը վարը, կերտաս մամը փուգն է։